Մեծարգո պարոն Հասանով, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Այսօրվանից աշխատանքի է անցնում 9-րդ գումարման ազգային ժողովը եւ ես մաղթանք ունեմ 9-րդ գումարման խորհրդարանին ունենալ բավարար կամք, իմաստնություն ու հետևողականություն արդարացնելու մեր ժողովրդի սպասումները, առաջնորդելու մեր պետությունը դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն, իսկ սրա համար անհրաժեշտ է մեր մտածելակերպի կենտրոնում ունենալ պետականությունը։ Ու հենց դրա համար ուզում եմ նախ անդրադառնալ Իշխան Սաղաթելյանի, ինչքան էլ չէի ուզի, բայց ելույթի էությանը։ Ըստ էության, ամբողջ ելույթը, որ ունեցավ Իշխան Սաղաթելյանը, դա պետություն չունենալու, պետությունից հրաժարվելու մասին էր։ Զավեշտալի է, որ դուք հրաժարվում եք ձեր 004 պարբերականից, շրջաբերականից, մինչդեռ իրականում անգամ մեր դրա մասին իմանալու կարիքը չկա, այնքան որ ձեր շրջաբերականի բովանդակությունը համընկնում է ձեր գործունեությանն ու ձեր գաղափարախոսությանը։ Ասում եմ, մենք չենք կարող թույլ տալ, որ իրականացվի իրական Հայաստանի գաղափարախոսությունը, դա կործանարար կլինի Հայաստանի համար։ Իսկ ինչի մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Պետությունը հենց հայրենիքը լինելու, մեր պետության մեջ բարեկեցիկ ապրելու, մեր ներհանրային հարաբերությունները կազմակերպելու ազգային արժեքների մասին է, որոնք անգամ թվարկված են։ Ու ինչ ունեք դուք սրա դեմ։ Իհարկե ունեք հետևյալը։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը սկսում է այս նախադասությամբ։ Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է միջազգայինորեն ճանաչված 29743 կիլոմետր քառակուսի տարածքով։ Չէ՞ որ դուք դեմ եք անկախ պետականությանը, դուք դեմ եք իրական անկախ Հայաստանին, քանի որ չկա Հայաստան առանց միջազգայինորեն ճանաչված սահմանների։ Իսկ դուք ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանի սահմանները երբևէ չսահմանազատվեն։ Դուք ասում եք, որ դա չի բխում, ըստ ձեր տխրահռչակ շրջաբերականի, ոչ միայն չի բխում հայ ժողովրդի այս պահի շահերից, այլև երբեք չի բխում հայ ժողովրդի շահերից։ Ահա ձեզ անկախ պետությունն էլ չի բխում, ուրեմն ձեր ձևակերպած ազգային շահից։ Ու հարցը հիմա հետևյալն է, ամենամեծ մեր տարբերությունը սա է, մնացածը հանձնում, պահանջների կատարում, չգիտեմ ինքնության ուրացում եւ այլն, այս պաթետիկ մեղադրանքները ծխածածկույթ են ընդամենը։ Հարցը պարզ է, դուք համաձայն եք, հիմա դիմում եմ Հայաստան խմբակցությանը, դուք համաձայն եք ձեր առաջին համար Ռոբերտ Քոչարյանի ասած մտքին, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մասին ասում է 29000 եւ այլն, կամ որ ասում է, որ մեր միջազգայինորեն ճանաչված տարածքը դրանով բավարարվելը կործանարար կլինի մեզ համար։ Սա է մեր տարբերությունը, որ մենք գտնում ենք, ու կյանքը սա ապացուցել է, որ սեփական միջազգայինորեն ճանաչված տարածքը չճանաչելը ու դրանով չբավարարվելն է, որ բերում է կորուստների, նախ փաստացի անկախության կորստի, մարդկային ու տարածքային կորուստների, իսկ դուք մինչև հիմա դրա հակառակն եք պնդում ու քարոզում։ Իհարկե նաև բուն անկախության բարձրագույն արժեք լինելը, որից դուք հրաժարվում եք ձեր շրջաբերականում եւ դրա զիջելու մասին եք խոսում, սրա մասին շատ ենք խոսել, չկրկնվեմ։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորների հարցերի մասին։ Մեղմ ասած տխրեցնող է, որ դրանց բովանդակությամբ ի ցույց է դրվում, որ ձեզ համար կարևորագույն, ինքնության կարևորագույն առանցքը հակաթուրքականությունն է։ Ինչը ցավալի է, առավոտից իրիկուն ինքնության հենասյուների մասին կամ մեր իբր դրանց ուրանալու մասին խոսողները իրականում ձեր ինքնության հիմքում իբրև ամենակարևոր առանցք հիմք ունեք հակաթուրքականությունը։ Դա նաև խոսում է կրկին ոչ հայաստանյան, այլ դրսից կայսերական գաղափարախոսության մասին, այն մասին, որ թշնամիները պիտի լինեն մշտական ու հարատև, որ մենք չենք կարող ունենալ մեր ինքնությունը առանց մեր հակառակորդի հակաինքնության, դրա բացակայությամբ չկա մեր ինքնությունը, այսինքն չունենք մենք այլ տարեր, այլ հիմքեր մեր ինքնության, քան հակաթուրքականությունը, տխուր է, չէ՞։ Հա, ընտրությունների հետ կապված ու ընտրակեղծիքների, այս մասը ապշեցուցիչ է, որ դուք այստեղ ասենց տխուր դեմքերով խոսում եք ընտրությունը կեղծած լինելու մասին, դուք ինչի տեղ եք դնում մեր հանրությանը, որը ընդամենը 2 ամիս առաջ, իսկ հիմա էլ իրականում, բայց այն ժամանակ ամենօրյա ռեժիմով, լսում էր ձայնագրություններ ընդդիմության կողմից, մեծամասամբ ձեր ուժեղ Հայաստան դաշինքի կուսակցության, բայց նաև մյուս ընդդիմադիր կուսակցությունների կողմից, ընտրակաշառքի բաշխման, այդ ամբողջ տխուր շատ մեղմ են ձևակերպում գործընթացի մասին, ու այն ամբողջ, այո, ընտրակաշառքի բաշխման, դրա մասին էր խոսակցությունը, ով ու ինչքան տա, ոնց տա։
Պարոն Հասանով, հասկանում եմ, որ այս թեման իհարկե հուզում է եւ այլն, բարձա։ Ուզում եք ավելացնել էլ ինչեր եք արել, բայց այդ Ես խնդրում եմ ձեր խմբակցությունը թող մի քիչ լռություն պաշտպանի։ Ու ել չեմ ուզում վերհիշել են այլանդակ բառապաշարը, որը իցույց էր դնում մարդկանց հանդեպ այդ անողների վերաբերմունքը։ Ու դուք դեռ խոսում եք հասարակության պարակտումից, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին պիտակավորումները ժպտալու է երևի շատ, պարոն Փազինյան, կամ պատերազմում վիրավորում ստացած մեր հայրենակիցներին այդ պիտակավորումները։ Ու էլի ընտրությունների արդյունքի հետ կապված։ Այստեղ դուք ոչ միայն փորձում եք արժեզրկել այն փաստը, որ ժողովուրդը քաղաքական մեծամասնության քվեատվել քաղաքացիական պայմանագրին, քաղաքացիական պայմանագիրը հաղթել է, այլ իհարկե երբեք չեք խոսի նրա մասին, որ ոչ միայն քաղաքացիական պայմանագիրը հաղթել է, այլ հաշվի առնելով թե ինչ մասշտաբի ու խորության մարտահրավերներ են ծառացած մեր պետության առաջ, մեր ժողովրդի իշխանությունը խլելու ուղղությամբ, ինչ ծավալի միջոցներ են ֆինանսական ներգրավված եւ ինչ խոչընդոտներ են հարուցված Հայաստանի առջեւ, ոչ թե քաղաքացիական պայմանագրի, գրանցված արդյունքները ուղղակի թվեր չեն, ուղղակի 49% չի, դա մեր ժողովրդի հարատև պետություն ունենալու արձանագրումն է ու հաղթանակն է։ Հա, ու վերջում մի մտքի էլ անդրադառնամ Իշխան Սաղաթելյանի, ասում է, ձգտելու ենք ազգային ուղեգիծ վերադարձնել մեր պետությունը։ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունը որևէ տեղ վերադարձնելու կարիք չկա, կա կարիք ամրապնդելու խաղաղությունը, որը հաստատված է։ Կա կարիք ինստիտուցիոնալ դարձնելու խաղաղությունը, որը ունենք, կա կարիք շարունակելու ամրապնդել մեր պաշտպանությունը, ավելի զարգացնել մեր ռազմարդյունաբերությունը, շարունակելու անել այն ամեն ինչ, որ մեր երեխաները, բոլոր երեխաները, անկախ նրանից թե բարձրադիր գոտիներում են ապրում, սահմանամերձ համայնքներում են ապրում, ունենան հասանելիություն որակյալ կրթության, որակյալ ենթակառուցվածքների, երթևեկեն որակյալ ճանապարհներով, անել ամեն ինչ, որպեսզի մենք դառնանք խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ եւ բարեկեցություն բերենք մեր պետությանը ու ժողովրդին, նաեւ տարածաշրջանին։ Ու ամենավերջում պարոն Ռուբինյանի տեխնացության հետ գալով պարոն Ռուբինյանի տեխնացությանը։ Վստահ եմ, որ կունենանք ազգային ժողովի նախագահ, ով կիրականացնի քաղաքականությունը ոչ միայն իբրև հնարավորի արվեստ, այլ որ բոլոր ջանքերը կգործադրի փոխելու են կանխատեսումը, որ ազգային ժողովը լինելու է անպտուղ զազրախոսությունների տեղ եւ վստահ եմ, որ հուսամ դեմ չի լինի սա կասեմ, իր կողմից բարձր գնահատվող կոմպրոմիսի ու կոնսենսուսի քաղաքական մշակույթին կփորձի հասցնել մեր քաղաքական մշակույթը եւ ամեն ինչ կանի շարունակելու պահել ու ամրացնել իշխանության իբրև ժողովրդի պատվիրակ եւ ժողովրդի մաս լինելու մեր հանձնառությունը։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։